Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պաշտոնական Բաքուն կոչ է անում Նյու Դելհիին ուշադիր լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում։ Զգուշավորության կոչով որոշել է ներկայանալ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարը, մեկնաբանելով Հնդկաստանի եւ Պակիստանի միջև վերջերս ցակած լարվածությունն ու Բաքվի անվերապահ աջակցությունն Իսլամաբադին։ Այդ հակամարտությունը մեկնաբանելիս ադրբեջանցի պաշտոնյան հայ-հնդկական համագործակցությունը մոռանալ չէր կարող։ Հնդկաստանը եւ այլ երրորդ պետություններ պետք է ուշադիր լինեն հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում, որոնք այժմ փխրուն փուլում են։ Մենք ակնկալում ենք, որ բոլոր պետությունները, այդ թվում Հնդկաստանը, այնպիսի կոնկրետ քայլերի չեն դիմի, որոնք կարող են հարված հասցնել կարգավորման գործընթացին։ Երևանն ու Նյու Դելհին չեն էլ թաքցրել, որ 2020-ին պատերազմից հետո գործակցում են պաշտպանական ոլորտում։ The Times of India պարբերականը վկայակոչելով իր աղբյուրներին ամիսներ առաջ էր գրել, որ Հայաստանը, Ամերիկան եւ Ֆրանսիան 2023-24 ֆինանսական տարում դարձել են հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները։ Հնդկական աղբյուրները վերջերս գրեցին, որ զենքի նոր խմբականակ Հնդկաստանից Հայաստան այս ամառ է սպասվում։ Պաշտոնական Երևանն էլ ասում է, Հայաստանը իրացնելով իր իրավունքը պաշտպանական զենքեր է գնում։ Ալիևյան ռեժիմը վախենում է ուժերի բալանսի խախտումից։ Սա է մշտական գերլարման պատճառը։ Միջնորդներ կամ ինչ-որ ուրիշ երկրներ չպիտի այդ փոխհարաբերությունների մեջ Հայաստանի եւ Ադրբեջանի ինչ-որ ձև լինեն։ Դա ինչի է իրաց պետք, որտեղ հասկանալի է, որ երբ որ ինչ-որ երրորդ ուժ չկա, ուժերի հարաբերությունը Ադրբեջանի օգտին է։ Ու այստեղ էլի մի քիչ տրամաբանությունը էլի կա, այսինքն ուղղակի խոսքը գնում է ոչ թե արդեն բանակցային process-ի մասին, այլ ընդհանրապես փոխհարաբերությունների։ Ուժերի հարաբերակցության մասին մեկ փաստի մասին 2024-ի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը խորհրդարանի հաստատմանն ուղարկեց պետբյուջեի նախագիծը, որը նախատեսում է 4.9 միլիարդ դոլար ռազմական ծախս։ Սա 1 միլիարդով ավելի է, քան ֆինանսների նախարարությունն ավելի վաղ հաշվարկել ու առաջարկել էր։ Այսինքն Ադրբեջանը իր ռազմական տարեկան ծախսը հասցրել է ռեկորդային 5 միլիարդ դոլարի։ Այդ 1 միլիարդը Ադրբեջանը նավթային հիմնադրամից կստանա։ Առհասարակ, որ աշխարհի տարբեր կողմերից Բաքուն մահաբեր զենքեր է գնում, նույնիսկ ավտորիտար երկրի պետական աղբյուրներն են աղաղակում։ Իմիջիայլոց իրանք առանձնապես չեն թաքցնում, այսինքն ինչ որ իրանք լրատվամիջոցներում արել է եղել, ես իմ ասեմ, դա գործանիշներ գնել նա Պակիստանից, Թուրքիայից նոր անօթաչումներն են, այս օպերատիվ բնույթի, այսինքն այն դասի, որ էլ բայրակտարն է, Թուրքիայից էլի բարձր ճշգրտության օդային կոչման միջոցներ։ Ռազմական բալանսի խախտումը կարող է փոխել բանակցության ընթացքը, դիվանագիտական մանևրումների ուղղությունը եւ ուրեմն քաղաքագետը չի բացառում անգամ, որ Ադրբեջանը ինչ որ փուլում ձգտել պահանջելու է փաստաթղթերով ամրագրել, դիտարկել Հայաստանի ռազմական շարժը։ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով Անտալիա ժամանած Մարկո Ռուբիոն առավել քան համոզված է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ Այս պատերազմը կավարտվի ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով, ասել է ԱՄՆ պետքարտուղարը։ Վերջին օրերին ադրբեջանական զինուժը հայկական գյուղերի խնածախի Մովսեսի ուղությամբ կրակահերթեր է արձակում, վնասելով բնակիչների տները, գույքը։ Միևնույն ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցները այդ երկրի պաշտպանության նախարարությունը կեղծ հաղորդագրություններ են տարածում, թե հայկական զինուժն է կրակ արձակում իրենց ուղությամբ։ Լրատվամիջոցները փորձել են Հայաստանի պաշտպանության նախարարից մեկնաբանություն, տեղեկություն ստանալ։ Վերջին օրերին հաճախակի կրկնվող այդ դեպքերից Սուրեն Պապիկյանը լրագրողներին կարճ պատասխան է տվել, հետևել պաշտոնական հաղորդագրություններին։ Ադրբեջանական հարաբերությունների մասին, այն մասին, որ կրակում են այս պահին սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։ Ինչպես եք պատկերացնում խաղաղությունը մասին լինում են պաշտոնական հաղորդագրություն։ Առաջին դասարանցիների ընդունելության համար հայտագրման հարթակ կբացվի հունիսի 9-ից 22-ը հայտագրումը կբացվի առաջնահերթություն ունեցող երեխաների համար։ Այս փուլում կարող են գրանցվել այն երեխաները, որոնց քույրերը, եղբայրները սովորում են տվյալ դպրոցում կամ որոնց ծնողները նույն դպրոցում ուսուցիչ են աշխատում։ Երեխաներին կարող են նաև հայտագրել պետական այն աշխատողները, որոնք գործուղվել են տվյալ բնակավայրը առնվազն 6 ամիս ժամկետով։ Հունիսի 24-ից կմեկնարկի հաջորդ փուլը մնացած բոլորի համար։ Ծնողները կկարողանան երեխաներին գրանցել իրենց նախընտրած դպրոցներում։ Իդեպ այս ուսումնական տարվանից, եթե երեխան 6 տարեկանից ավելի ուշ գնա դպրոց, կրթությունը կստանա իր տարիքին համապատասխան դասարանում։ Բացառություն կկազմեն միայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այն երեխաները, որոնք ունեն մտավոր զարգացման խնդիրներ։ Ծանր եւ խոր արտահայտված խնդիրներ ունեցող երեխաները, որոնք 7 տարեկանում եթե դպրոց չեն գնացել, իրենք կանցնեն
տարածքային մանկավարժ-հոգեբանական աջակցության կենտրոններում գնահատում եւ գնահատման համապատասխան եզրակացության արկայության դեպքում արդեն դպրոցը հնարավորություն կունենա երեխային գրանցել առաջին դասարանում։ Հարցին, թե ինչու են ծնողները հրաժարվում երեխաներին 6 տարեկանից ուղարկել դպրոց, ԿԳՄՍ փոխնախարարը նկատեց, որոշ դեպքերում ծնողները նպատակահարմար չեն գտնում երեխային ժամանակին տանել դպրոց, երբեմն լուրջ չեն վերաբերվում տարիքային այդ շեմին։ Վիճակագրություն ցույց է տալիս, որ յուրաքանչյուր տարի դպրոց հաճախող երեխաների մոտ 10%-ը դպրոց չի գնում, եւ այդ երեխաները լրացնում են կրթությունից դուրս մնացած երեխաների ցանկը։ Պատճառները տարբեր են։ Պատճառներից մեկը կարող է լինել զարգացման խանգարումները, որի մասին ես խոսեցի, բայց որը օբյեկտիվ պատճառ է։ Հարցին արդյոք չկա մտավախություն, որ միանգամից երկրորդ դասարան գնացող երեխաները դժվարություններ կունենան եւ հետ կմնան կրթական process-ից, փոխնախարարը հաստատում է, նման ռիսկեր կան, ուստի դպրոցները ստացել են հանձնարարականներ լրացուցիչ աշխատանքների համար։ Առաջիկայում մենք արդեն խորհրդակցություններ կունենանք բնականաբար նաև դպրոցների հետ եւ մենք անցյալ տարվանից արդեն դպրոցներին զգուշացրել էինք, ինչպես նաև ծնողներին, որպեսզի անցյալ տարի բոլոր այն երեխաները, որոնք 6 տարեկան էին գնային դպրոց, ոչ թե ուշացնեին դպրոց ընդունելը, եւ դպրոցները լրացուցիչ աշխատանքներ կիրականացնեն, որպեսզի երեխաների հետ կրկնակի փորձեն հնարավորինս արագ աշխատել եւ իրենց բերել հասցնել երկրորդ դասարանի ծրագրին։ Փոխնախարարը նկատեց, ամեն տարի 30,000-ից ավելի առաջին դասարանցի է լինում, այս տարի եւս սպասելիքը նույնն է եւ վերջում մի լուրջ խնդրի մասին։ Յուրաքանչյուր տարի մոտ 3000 երեխա առաջին դասարան չի գնում։ Այլևս ոչ մի ներկայացում փակել են դահլիճը, հանդիսատեսը չի մտնում թատրոն։ Տոմսերը թեպետ վաճառված են, բայց նրանք ասելիք ունեն, այս կերպ են որոշել իրենց բողոքի ձայնը բարձրացնել պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները։ Նրանք ոչ մի ներկայացում չեն խաղալու այնքան ժամանակ, քանի դեռ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները չեն տվել իրենց հուզող հարցերի սպառիչ պատասխանները։ Այս պայքարը մենք ակցիա ենք իրականացնում ինչի համար, որ մեր ձայնը լսելի լինի։ Դերասանները բոյկոտում են եւ պարզաբանուն պահանջում, թե ինչու են հեռացրել իրենց տնօրեն Էմին Թորոսյանին։ Հանդիպում են խնդրել քաղաքապետարանի ներկայացուցիչներից, բայց ապարդյուն, ասում են, մինչեւ այժմ որևէ արձագանք չեն ստացել, մինչդեռ քաղաքապետարանից հակառակն են պնդում։ Ամենասարսափելին, ամենամեծ սուտը գրված է, որ պատանի հանդիսատեսի թատրոնի կոլեկտիվը հրավիրված է եղել քաղաքապետարան եւ նրանք չեն բարեհաճել գալ հանդիպման։ Բարձրաձայն ասում եմ սուտ է։ Մտավախություն ունեն, որ իրենց տնօրենից հետո թատրոնի ճակատագիրը գուցե եւ խեղվի, գեղարվեստական բովանդակությունը, խաղացանկը չփոխեն, անհանգիստ են արտիստները։ Ինչի պիտի մենք մամուլից իմանանք, որ մեր տնօրենին հեռացրել են։ Էլ հնարավոր չի անցնել այս տեսակ ոչ ես կասեի ոչռագործության միջով։ Տնօրենին հանել նրա համար, որ թոշակառուին ոչ թե 3 տոմս է, որ հասնում է ընդամենը, այլ 4 տոմս է տվել։ Նշենք, որ քաղաքապետարանից տեղեկացրել էին, որ բարելավելու են թատրոնի շենքային պայմանները, տեխնիկական վերազինում են կատարելու եւ այդ հիմնանորոգման աշխատանքների ընթացքում թատրոնի աշխատակազմին գործուղելու են մարզային հյուրախաղերի, ապահովելով թատրոնի զբաղվածությունը։ Իսկ այս պահին արդեն թատրոնը ժամանակավոր պաշտոնակատար ունի, Գոռ Մարգարյանն է։ Նա աշտարակի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։ Վարորդական իրավունքները կթվայնացվեն, ներքին գործերի նախարարը հայտնել է, որ քաղաքացիները կարող են դիմել եւ գործող վարորդական վկայականներից բացի ստանալ նաեւ թվայինը։ Նրա խոսքով Հայաստանի տարածքում երթևեկության շրջանակներում թվային վարորդական իրավունքի գոյությունը բավարար կլինի եւ որևէ խնդիր չի առաջանա, իսկ երկրի տարածքից դուրս պետք է ունենալ վարորդական սովորական վկայական։ Նրա խոսքով պարեկները տեխնիկապես զինված են եւ կարող են արագ նույնականացնել քաղաքացուն։ Նոր վարչական շրջանում հակասանիտարական վիճակ է, օրերով աղբը չի հեռացվել։ Մարի փողոցում ենք, տեսնում եք, աղբը թափված է, արկղերը դատարկ, չգիտես ինչու, աղբը հեռացնում են միայն արկղերի միջինը, սրանք չեն տեղափոխել։ Քաղաքացիներն այլևս չգիտեն, որտեղ կուտակել աղբը, քաղաքային իշխանության ու վարչական շրջանի ղեկավարի ուշադրությունն են հրավիրում։
Երևանցիներն այն կարծիքին են, որ աղբահանության գործընթացը պետք է ճիշտ կազմակերպել, արագ հեռացնել աղբը, վստահ են օրերը տաքանալուն պես վիճակն ավելի կսրվի։ Reddit սոցիալական հարթակի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել Անգլիայի կանանց Սուպերլիգայի չեմպիոնի Չելսի ակումբի բաժնեմասի 10%, վճարելով ավելի քան $26 միլիոն։ Նա ընդգծել է, որ ներդրում է կատարել Չելսիի կանանց ֆուտբոլային ակումբում, վերջապես նրանց տաղանդին համապատասխանող ռեսուրսներ եւ հարգանք ապահովելու նպատակով։ Չնայած Չելսին պաշտոնական մեկնաբանություն չի տվել, Օհանյանը հաստատել է լուրը սոցիալական ցանցերում։ Հայտնի դիզայներ Դոնատելլա Վերսաչեն կոշտ է արտահայտվել Ֆլորիդայում իր անունը կրող նոր հյուրանոցի եւ ռեստորանի դեմ։ Ես ուզում եմ հստակեցնել, Դոնատելլա անունով հյուրանոցն ու ռեստորանը, որը գտնվում է Մայամիում, մեր նախկին ընտանեկան տան մոտ որևէ կապ չունի եւ երբեք չի ունենա իմ կամ իմ ընտանիքի հետ։ Մեր ողբերգությունից եւ իմ անունից շահույթ ստանալու փորձերը ամոթալի են, իր Ինստագրամում գրել է նորաձևության աստղը։